Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։ Այդ հարցերի շուրջ մեր տաղավար ենք հրավիրել քննարկելու ILL գործընկերության ՓԲ ավագ իրավաբան փաստաբան Գոհար Ավագյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ավագյան, այսօր խոսել ենք մի թեմայի մասին, որը ըստ էության առնչվում է բոլորիս, յուրաքանչյուր օր կարող ենք խնդիրներ ունենալ իրավունքների պաշտպանության հետ կապված, եւ որպես սպառող պետք է ասենք, թե մեր սահմանադրությունը որպես այդպիսին նախատեսում է մեր շահերը որպես սպառողներ, ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի ներողություն նկատմամբ վերահսկողությունը, սակայն մենք չենք կարող ասել, որ ամենօրյա կյանքում մեր իրավունքները որպես սպառողներ պաշտպանված են, ավելին մենք կարող ենք ասել, որ երբեմն տեսնում ենք, որ մեր շահերը, իրավունքները ստորադասվում են տնտեսվարողների իրավունքներին եւ շահերին։ Ինչպիսին է ձեր գնահատականը սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ելներով մեր իրավակարգավորման մակարդակից, դատական պրակտիկայից եւ ընդհանրապես բարձրաձայնվող խնդիրներից։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ առհասարակ այս թեման ընտրելու համար, որովհետեւ իրականում շատ կարևոր թեմայի ենք անդրադառնում այսօր։ Եթե խոսում ենք սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, որովհետեւ կարծես թե կա ընդհանուր տենդենս խոսելու սպառողների իրավունքների նյութաիրավական ասպեկտներից, թե առհասարակ ինչ իրավունքներ ունեն, բայց այդ շարունակություն ասվածը, թե այդ իրավունքները ինչպես պետք է պաշտպանեն, կարծես թե ինչ որ առումներով բաց ենք թողնում եւ շատ կարեւոր է որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն նաեւ թե իրենց իրավունքների խախտման դեպքում ինչ միջոցներ կան դրանք պաշտպանելու համար։ Այս համատեքստում իրականում ձեր հարցը երկշերտ է։ Առաջին մասը, որին անդրադառնանք, պետք է քննարկման առարկա դարձնենք այն օրենսդրությունը, որը ունենք, եւ թե այդ օրենսդրությունը ինչ գործիքակազմ է առհասարակ տրամադրում իրավունքների պաշտպանության համար, բայց սա ունի նաեւ երկրորդ կոմպոնենտը, որը ըստ իս այս իրավահարաբերությունների շրջանակներում շատ ավելի կարեւոր է, եւ դա բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է, որովհետեւ եթե ուսումնասիրում ենք դատական պրակտիկան օրինակ եւ դա համադրում ենք նույն միջազգային փորձի հետ դատական, կտեսնենք, որ մեզ մոտ այս տեսակ հայցերով դատարան դիմելու պրակտիկան շատ ավելի քիչ է, քան միջազգային ասպարեզում, եւ սա ըստ իս առաջին հերթին նրա արդյունքն է, որ քաղաքացիները քիչ են տեղեկացված, թե ինչ իրավունքների պաշտպանության ինչ միջոցներ կան եւ առհասարակ տվյալ իրավահարաբերություններում օրինակ իրենց իրավունք խախտվեց, թե ոչ։ Եվ այս համատեքստում կարծում եմ, որ առաջին կետը, որից պետք է սկսենք, դա փորձելն է իրավագիտակցության մակարդակի բարձրացման եւ երկրորդ մասով արդեն նաեւ վստահության մթնոլորտի բարձրացման, որովհետեւ ինչու քաղաքացիները հաճախ չեն դիմում համապատասխան մարմիններին, ընդ որում այս մարմինները ոչ միայն դատարանն է, այլ նաեւ մի շարք արտադատական մարմիններ կան այս ոլորտում պաշտպանությունն իրականացնող, նաեւ սահմանափակ չէ որպես այդպիսին պաշտպանության մեխանիզմ։ Եվ նաեւ նրանից է դա գալիս, որ վստահության մթնոլորտը, որ եթե դու ունես օբյեկտիվ խնդիր, միգուցե վերջնարդյունքում լուծում չստանա։ Արդեն գալով երկրորդ մասին հարցադրման, հա թե օրենսդրական դաշտը որքանով է լավը կամ որքանով է տնտեսվարողների շահերը գերադասվում սպառողների շահերից, այստեղ բնականաբար այն մարդիկ, այն սպառողները, որոնք որ հետամուտ են լինում իրենց իրավունքների պաշտպանությանը, այո, ունեն գործուն մեխանիզմներ օրենսդրական, այդ պաշտպանության միջոցները ստանալու եւ բարենպաստ հետևանքների առաջացման, հա, իրենց համար։ Բայց միևնույն ժամանակ սա ամբողջովին թողնել սպառողների դաշտում միգուցե այդքան էլ ճիշտ քաղաքականություն չէ, արդեն իսկ նշված պատճառների բերումով, հա, վստահության, օրենսդրական մեխանիզմների կատարելագործման եւ եթե ուզում ենք օրենսդրական մակարդակը իրականում կատարելագործել, մենք առհասարակ իրավաստեղծագործության մեջ երկու մոդել ունենք օրենսդրության մշակման։ Առաջին մոդելը մենք ներդնում ենք օրենք, հետո օրենքը փորձում ենք տարածել հասարակության մեջ։ Երկրորդ մոդելը այն մոդելն է, երբ խնդիրը օրենսդրական դաշտը մշակելու գալիս է հենց հասարակությունից, այսինքն հասարակության կարիքի գնահատում եւ դրա արդյունքում օրենսդրական դաշտի մշակում։ Եթե այս համատեքստում ենք ուսումնասիրության առարկա դարձնում, ըստ էության այո, մենք ունենք օրենսդրական որոշակի դաշտ, որոշակի մեխանիզմներ այս իրավունքների պաշտպանության համար նախատեսված, ընդ որում այստեղ երևի թե հիմնական իրավական ակտը դա սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքն է։ Այո, օրենքը կա, շատ իրավունքներ նախատեսում է,
բայց որpիսի հասկանանք ինչքանով է այն կատարելագործված, մենք պետք է ունենանք պրակտիկա դրա օգտագործման, որովհետև խնդիրները մեծապես առաջ են գալիս պրակտիկայի արդյունքում։ Դատարանները սկսում են մեկնաբանել օրենսդրությունը եւ բացերը մեկնաբանել, դրանց պրակտիկ կիրառելիությունը տալ, երբ մարդիկ կիրառում են օրենսդրությունը։ Եվ քանի դեռ այս տեղեկացվածության մակարդակը որպես այդպեսին բարձր չէ, ակնկալել օրենսդրական փոփոխություններ, կարծում եմ դեռևս վաղ է դրա մասին խոսել։ Բարի, դուք ձեր խոսքում էլ նշեցիք, այո, շատ է խոսվում, ինչ իրավունքներ ունեն սպառողները այդ շրջանակն է շատ ներկայացվում, անվտանգության իրավունքից, առողջության պահպանման այս ապրանքների, ծառայությունների որակի արդյունքում լսված լինելու, կրթված եւ այլն եւ այլն։ Դրանք բավականին լայն շրջանակ է նախատեսված սպառողների իրավունքների։ Այ կարող ենք ասել, որ իրավունքների կոնկրետ խմբականակից, նույնիսկ մի քիչ բառը հաջող չէ, բայց ամեն դեպքում եթե փորձենք իրավունքներ բնորոշ այսպես մեխանիզմները առաջարկել, որ իրավունքների խախտման դեպքում կամ արդեն նշվեց արտադատական մեխանիզմը նախատեսած տեսչական մարմիններին կարող են դիմել, ՄԻՊ-ին կարող են դիմել, երևի թե խնդրեմ ներկայացնեք այդ պաշտպանության մեխանիզմը, որոնք են այն մարմինները, որոնց կարելի է դիմել սպառողների իրավունքների պաշտպանության խախտման դեպքում։ Շատ բարի, իրականում այս հարցին անդրադառնալիս երևի ավելի նպատակահարմար կլինի ըստ ոլորտների այս տարբերակումը մտցնել, այսինքն որ ոլորտում որ մարմինն է, որովհետև եթե ասել, որ կա այդպիսի մի մարմին, որը զբաղվում է սպառողների բոլոր իրավունքների պաշտպանության այդ շրջանակով, դա այդպես չէ, մենք ունենք առանձին մարմիններ, որոնք առանձին ոլորտային գծերով զբաղվում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ, բայց եթե այսպես ընդհանրական ուղղակի թվարկելու տեսանկյունով, առաջնորդվենք, առաջին հերթին բնականաբար դատական համակարգը պետք է առանձնացնենք, որը որ այդ ընդհանուր մարմինն է, որ բոլոր բնականաբար իրավունքի խախտումները ենթակա են քննության դատարաններում։ Եվ այստեղ արդեն դատարանին ենթակա է քննության ոչ միայն սպառող տնտեսվարող հարաբերությունների արդյունքում առաջացած վեճերը, այլ նաև այս իրավահարաբերությունների մեջ պետական մարմինների կայացրած որոշումների վիճարկումը, նույնպես դատական մարմիններին ըստ էության, այսինքն ուզում եմ ասել, որ այն արտադատական փուլը, որը նույնիսկ անձը կանցնի եւ վերջնարդյունքում օրինակ դժգոհ կմնա արտադատական փուլի արդյունքում կայացված որոշումից, սա միևնույն է ենթակա է քննության հետագայում իր ցանկության դեպքում նաև դատական կարգով։ Եվ ինչ վերաբերում է արդեն արտադատական մարմիններին, դրանք իրականում շատ են, կարող ենք խոսել առանձին պետական գերատեսչություններից, կարող ենք խոսել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտից, որը զբաղվում է նորից ոլորտային առանձին հարցերով, կարող ենք խոսել հասարակական կազմակերպություններից, որոնց դերը շատ կարևոր է թե իրավագիտակցության մակարդակի բարձրացման, որը նշեցինք, եւ թե արդեն մարդկանց իրավախորհրդատվություն տալու այս ոլորտի շրջանակներում, եւ ունենք նաեւ ֆինանսական համակարգի աշտարարի ինստիտուտ, ունենք մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այսինքն դրանք ըստ էության բազմաթիվ են։ Եկեք սկսենք տեսչական մարմիններից, քանի որ այս առումով կարող ենք վկայակոչել ըստ էության երկու տեսչական մարմիններ, շուկայի վերահսկողը կամ տեսչական մարմինը եւ սննդամթերքի անվտանգության։ Այ որ իրավունքների խախտման դեպքում որ տեսչական մարմնին սպառողը կարող է դիմել, որովհետեւ մեր հանրությունը, ինչպես մենք սկսեցինք նաեւ մեր հաղորդումը, մեր շեշտադրումը, որ իրավագիտակցության մակարդակի հետ կապված մենք ունենք խնդիրներ, դա ֆիքսում ենք ամեն իրավունքի իրացման, պաշտպանության հետ կապված, այ բնակչությունը չգիտի խախտվեց իր իրավունքը կոնկրետ կլինի ապրանքի կամ ծառայության հետ, որտեղ դիմի, ինչքանով կլսի տեսչական մարմինը, ինչքանով մեխանիզմը իր համար մատչելի կլինի։ Այս սկսենք գործառույթներից երկու տեսչական մարմինները եւ շարժվենք առաջ։ Շատ լավ, եթե խոսում ենք շուկայի վերահսկողության ուրեմն տեսչական մարմնի մասին, ապա այստեղ եթե քանի որ գործառույթները բազմաթիվ են, փորձեմ որպեսզի ռադիոլսողների համար էլ ավելի մատչելի լինի, փորձեմ խմբավորել, հա, իրենց գործառույթները որպես այդպեսին, թե ինչ ոլորտներում կարող են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվել։ Առաջին ոլորտը դա շուկայահանված տնտեսվարողների կողմից շուկայահանված ոչ բարենային ապրանքների նկատմամբ վերահսկողության իրականացումն է։ Երկրորդ խումբ հարաբերությունները, հա, որոնց շրջանակում վերահսկողություն է իրականացնում, թանկարժեք մետաղների հարկորոշման, հարկադրոշման հետ կապված պայմաններին համապատասխանության վերահսկողությունն է, եւ ունենք նաեւ երրորդ խումբ ոլորտը, որտեղ վերահսկողություն ենք իրականացնում, որը արդեն կապվում է զբոսաշրջության ծառայությունների հետ, կապվում է նաեւ առանձին ոլորտ ունենք ծխախոտների ներմուծման, արտահանման հետ կապված հարաբերությունների հետ, բնականաբար ունենք նաեւ այս
ինստիտուտի շրջանակներում, հա, ոլորտ, որը արդեն կապվում է այս ամբողջ գործառույթների մեկնաբանման, իրավական մեկնաբանություններ տալու, պարզաբանումներ տալու եւ որ շատ կարեւոր գործառույթ է ըստ էության նաեւ տեսչական մարմիններին օրենսդրական փոփոխությունների մասին պարզաբանումներ ներկայացնելու եւ իրազեկելու լիազորությունը, որը իրականացնում է տեսչական մարմինը։ Նաեւ շատ կարեւոր է տեսչական մարմնի գործառույթների մեջ նշել, որ ստուգումների արդյունքում, որոնք վերջինս իրականացնում է եւ ընդ որում ստուգումների արդյունքում կարող է նույնիսկ պատասխանատվության միջոցներ կիրառել համապատասխանը, եթե ստուգումների արդյունքում հարկ է համարում որոշակի հանրային լսումներ կազմակերպել, սրա լիազորությունը նույնպես ունի եւ հենց սա է, որ միտվում է այդ նորից տեղեկացվածության մակարդակի որպես այդպեսին բարձրացմանը։ Եվ եթե արդեն խոսենք դիմելու ընթացակարգի մասին, ապա գործընթացը բավականին պարզ է, ըստ էության կարող են կարևոր է այսպես ասած դիմում հստակ նշել փաստական հանգամանքները, որոնց բախվել են եւ վերջնարդյունքում այն խնդրանքը, որը որ ներկայացվում է համապատասխան մարմնին։ Այսինքն իրավական գիտելիքներ, հատուկ գիտելիքների անհրաժեշտություն չկա որպես այդպեսին, որ սպառողը դիմի իրավաբանին եւ կարողանա դիմել տեսչական մարմնին, ըստ էության շատ պարզ է ընթացակարգը։ Այո, ըստ էության կարիքը չկա այս փուլում, որովհետեւ այստեղ մենք գործ ունենք տեսչական մարմնի հետ, որը այսպես ասած պրոֆեսիոնալ է այս ոլորտում եւ նա դեռ պետք է դիմի հիման վրա քննություն իրականացնի, ստուգումներ իրականացնի, ինֆորմացիան հավաքի, այսպես ասած, այսինքն այս փուլում դեռևս իրավաբանի հատուկ մասնագիտական գիտելիքների կարիք, եթե շատ բարդ իհարկե գործեր միգուցե լինի այնքանով, որքանով անհրաժեշտ կլինի մեկնաբանել արդյոք դա խախտում է թե ոչ, տվյալ կոնկրետ արարքա, բայց դիմելու տեսանկյունից հատուկ ինչ-որ պահանջների բավարարում, որպես այդպեսին չկա կամ իրավական նորմերի նշում, այդպիսի պահանջներ չունենք։ Իսկ ինչ վերաբերում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, եկեք նույնպես շրջանակը ներկայացնենք, որպեսզի սպառողը երբ գտնում է, որ առկա է խախտում, կողմնորոշվի, որ տեսչական մարմնին դիմի։ Իհարկե, այստեղ արդեն մենք նորից եթե խմբավորման, ահա, տեսքով գնանք առաջ, ունենք առաջին խումբը, որը առաջանում է, ուրեմն սննդի որակի հետ կապված կոնկրետ, այսինքն որակի կամ պահման կանոնների խախտման հետ կապված։ Այս դեպքերում եթե պարզ օրինակներ բերենք, դա կարող է լինել օրինակ ժամկետանց սննդի վաճառքը կամ կարող է լինել օրինակ սննդի միջից ինչ որ տարբեր բաների հայտնաբերումը, այս խումբը կարող ենք առանձնացնել, որի վերահսկողությունը ըստ էության իրականացնում է։ Երկրորդ խումբը սննդի մակնշումն է, այսինքն սննդի վրա կոնկրետ պիտանելիության ժամկետների նշման կանոնների խախտումը կամ օրինակ սպառողները կարող է չիմանան, բայց խախտում է համարվում նաև այն, որ միայն ոչ հայերեն, այսպես ասած, գրառում է արվում եւ հայերեն թարգմանությունը պայմանների վերաբերյալ այո բացակայում է կամ առհասարակ միգուցե նշված չլինեն բաղադրատոմսը նշված չլինի, սա եւս մտնում է այս դաշտի մեջ։ Երրորդ խումբը արդեն հիգիենիկ պայմանների խախտումներն են, օրինակ այս ոլորտում աշխատողները հաճախ տեսնում ենք հատկապես առանձին կետերում, առանց ձեռնոց աշխատանք եւ այլն, սրանք նույնպես իշխության մասսայական է կարելի ասել։ Այո, այդ պայմանների խախտումներ են համարվում եւ արդեն հաջորդ խումբը հնարավոր վնասի պատճառումն է մարդուն, առողջության վնաս պատճառելու կասկած է, այսպես ասած, այսինքն եթե մարդը արդեն օգտագործել է սնունդը եւ դրա արդյունքում որոշակի ըստ էության թունավորում եւ այլն եւ կա կասկած, որ կոնկրետ սնունդից է դա եղել, կարող է դիմել մարմնին, որպեսզի համապատասխան ստուգումներ իրականացվեն եւ արդեն պարզվի արդյոք տվյալ սնունդը համապատասխանում է պայմաններին սննդի պահման, պատրաստման եւ այլն, թե ոչ։ Տիկին Ավագյան, մեր պրակտիկայից ելնելով իրավակիրառ պրակտիկայից, որովհետեւ ձեր վերջին նշած տեսչական մարմնի, գործառույթների շրջանակից կարող ենք ասել, դրանք բավականին հաստատ շատ են պրակտիկայում մեր ցաղում այդ խախտումները։ Իհարկե բնականաբար ճիշտ չի հարցից հասցեատերը դուք չեք, բայց այնուամենայնիվ մենք կարող ենք ասել, որ մեր բնակչության շատ փոքր տոկոսն է դիմում դատարան նման խախտումների դեպքում, դատարան չի էլ հասնում, անգամ տեսչական մարմին շատ քիչ են։ Ինչով է պայմանավորված։ Տեսեք, եթե մենք նմանատիպ հաղորդումների շրջանակներում իրազեկումը բարձրացնում ենք, բայց այնուամենայնիվ մենք այդ շարժը շատ քիչ ենք նկատում։ Կարող են թունավորվել, կարող են բավականին մեծ վնասներ կրել, բայց գնալ ներկայացնել դիմում բողոք տեսչական մարմին, միևնույնն է, սա էլ չի շարժվում։ Ինչով է մեր ազգային մենտայնությունն է։ Երևի թե ես դա եի ուզում հենց ասել, որ իրականում մենթալիտետը որպես այդպես շատ կարևոր նշանակություն ունի, թե օրենքը ինչպես կիրառելիություն կստանա պրակտիկայում։
մեր հասարակությունը այդքան հակված չէ նման օրինակ հարցերի շրջանակով, հետաքրքիր է որ այլ օրինակ հարցերի մեջ, որտեղ նույնիսկ միգուցե իրենց իրավունքները այդքան խախտված չլինեն, մենք ունենք հակումներ փողոք ներկայացնելու դիմում եւ այլն, պրակտիկան այդպես է ցույց տալիս, բայց նման օրինակ խախտումների նկատմամբ մենք հանդուրժող ենք, մեր հասարակությունը հանդուրժող է եւ այստեղ մի կարեւոր բան կա, որը պիտի հասարակության յուրաքանչյուր անդամ երևի թե գիտակցի, դա կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտն է, որովհետև սա այն շատ քիչ ոլորտներից է, որտեղ զուտ մեկ ֆիզիկական անձի դատարան կամ համապատասխան մարմնին դիմել չդիմելու հարցի տեսանկյունից, հա, վերջինս պետք է մտածի եւ հասկանա, որ սա զուտ իրեն չի վերաբերում եւ այո, շատ հնարավոր է որ պաշտպանելով պաշտպանում է մյուսի իրավունքները։ Այո, եւ միգուցե նույն ապրանքը ինքը օգտագործի իր ֆիզիոլոգիայով պայմանավորված իր հետ վատ հետևանքներ շատ չառաջանան, բայց չէ որ նույն ապրանքից օգտվում է երեխա, նույն ապրանքից օգտվում է ավելի թույլ թիրախային խմում առողջության տեսանկյունից գտնվող մարդիկ եւ այստեղ շատ կարեւոր է այդ կոլեկտիվ պատասխանատվության գիտակցումը եւ հասկանալ, որ սա միայն իր անձնական խնդիրը չէ։ Հետևաբար դրա մասին բարձրաձայնելը ամոթ չէ, այլ հակառակը դա այն փոքր պատասխանատվությունն է, որը յուրաքանչյուրս կրում ենք ըստ էության մեր հասարակության առաջ։ Ես ձեզ հետ լիովին համամիտ եմ, շարունակենք մեր զրույցը, ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմի մասին, ինչպիսի գործիքակազմ կա Հայաստանի Հանրապետությունում, որ մարմիններին կարող եք դիմել տեսչական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանին դատարան։ Մեզ ավելի ուշ միացած ռադիոլսողներին կոչ եմ անում մնալ մեզ հետ եւ լսել այս հարցերի շուրջ մեր զրույցը ILL գործընկերության ավագ իրավաբան փաստաբան Գոհար Ավագյանի հետ եւ շարունակելով մեր զրույցը այսպեսի մի հարց Տիկին Ավագյան, իսկ դատարան դիմելու հետ կապված դատական վիճարկման շրջանակը որն է այս կոնտեքստում։ Իրականում դատական վիճարկման շրջանակը շատ լայն է, պայմանավորված նորից նրանով, որ սպառողների իրավունքները կարող են խախտվել նախ տարբեր ոլորտներում եւ հետո տարբեր եղանակներով։ Դա կարող է լինել ըստ էության վնասի փոխհատուցում, եթե վնաս է կրել անձը բնականաբար տվյալ փաստը հաստատելուց հետո, դա կարող է լինել իրավունքների վերականգնում, կարող է լինել ըստ էության պետական կամ պաշտոնատար անձանց որոշումների վիճարկում այս համատեքստում, այսինքն կախված է նրանից, թե որ մարմնի հետ է վեճը կամ միգուցե հենց տնտեսվարողի հետ է վեճը եւ կոնկրետ ինչն ենք վիճարկման առարկա դարձնում։ Ըստ այդմ մեր պահանջը դատարանին ուղղված արդեն կարող է տարբերակվել։ Շատ բարի, եկեք նաև անդրադառնանք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին։ Այս դեպքում եւս կարող են դիմել բողոք ներկայացնել։ Կնշեք, որ հարցերի պարագայում։ Սա արդեն այն ոլորտն է, որը որ բուն հանրային ծառայությունների, այսինքն մասնավոր տնտեսվարող եւ ֆիզիկական անձ հարաբերություններից դուրս են գալիս եւ մտնում են հանրային ծառայությունների դաշտ, դա կարող է լինել օրինակ ջրամատակարարման հետ կապված հարցեր, կարող են լինել լուսավորության հետ կապված հարցեր, կարող են լինել ճանապարհների կառուցման հետ կապված հարցեր, այսինքն այն հարցերը, որոնք հանրային ծառայության տիրույթում են եւ սրանք ըստ էության անձանց իրավունքները ինչ որ չափով խախտում են կամ ինչ որ վնաս են հասցնում, այս հարցերով այո արդեն կարելի է դիմել այդ ուղղությամբ եւ այստեղ նաեւ կարեւոր է նշել տեղական ինքնակառավարման մարմինների դերը, որովհետեւ իրենց գործառույթների շարքին եւս, եթե չի դասվում կոնկրետ սպառողների իրավունքների պաշտպանությունը, ապա առնվազն հանրային ծառայության ոլորտում որոշակի հարցերի հետ կապված բողոքներ լսելը, քննելը արդեն նաեւ մտնում է տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների տիրույթ։ Դիմում բողոք ներկայացրեցին, ինչ ակնկալիքներ կարող են ունենալ սպառողները։ Լավագույն ակնկալիքը իհարկե խնդրի լուծումն է, կախված նրանից թե ինչ պահանջ է ներկայացվում, այսինքն կարող է լինել օրինակ, ինչպես ասացի, իրավունքի վերականգնում, այսինքն եթե ինչ որ ոլորտում ծառայության մատուցումը օրինակ դադարեցվել է, չհիմնավորված այդ ծառայության շարունակական մատուցման ապահովում, կարող է լինել վնասի փոխհատուցման գնահատում եւ վնասի փոխհատուցում փաստացի։ Այսինքն ըստ էության լավագույն լուծումը դա պահանջի բավարարումն է։ Բնականաբար, ցավոք սրտի պրակտիկան այնպես էլ այդպեսին չէ, այնքան էլ այդպեսին չէ, բայց այնուամենայնիվ երևի թե կոչ են անում բոլոր սպառողներին հետևողական լինել եւ փորձել, այո, այսպես պահանջատեր լինել։ Լավ, եկեք նաեւ անդրադառնանք MIP դիմելու այսպես մեխանիզմին եւ հասարակական կազմակերպությունների միջոցով սպառողների իրավունքների պաշտպանության։ Երևի սկսենք վերջինից, որովհետեւ
հասարակական կազմակերպություններից մի քանի ակտիվ հասարակական կազմակերպություններ կան սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որոնք տարիների վեր այսպես բավականին արդյունավետ գործել են, դատարան են դիմել, դատարաններ հայցեր են ներկայացրել, այ հասարակական կազմակերպությունների միջոցով իրավունքների պաշտպանությունը սպառողների որքանով է արդյունավետ այսօր եւ ինչքանով ենք կոչ անում նաեւ մեր քաղաքացիներին խորհրդատվություն ստանալու, իրազեկվելու կամ հենց դատարան դիմելու կամ տեսչական մարմիններին միգուցե դիմելու համար դիմել սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների։ Շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների դերը, որովհետեւ եթե հատկապես խոսում ենք նրա մասին, որ վստահության մթնոլորտը միգուցե այդքան բարձր չէ, համապատասխան մարմիններին դիմելու համար, հասարակական կազմակերպությունների դերը ըստիս պետք է ոչ թե լինի այն, որ հնարավորինս նսեմացնի այդ մարմինների գործառույթները կամ օրինակ մատնանշի բնականաբար խախտումները մատնանշելը շատ կարևոր է դրանք վերացնելու համար, բայց առաջնային դերը պետք է լինի ամեն դեպքում հասարակության անդամներին ուղղորդելը դեպի այդ մարմիններ եւ այո, կողքին աջակցություն է, այսպես ասած, թե իրավական աջակցության մասին է խոսքը, թե իրազեկման ծրագրերի միջոցով իրազեկումն էլ կարող է շատ կարևոր է իրականում, այո, որովհետեւ խնդիրների մեծ մասը էս դաշտում ոչ թե չեն լուծվում, որովհետև օրենսդրական դաշտը դա թույլ չի տալիս, այլ չեն լուծվում, որովհետև ուղղակի չեն բարձրաձայնվում։ Եվ այս համատեքստում իրենց դերը շատ կարևոր է կարծում եմ, որպեսզի այո առաջին հերթին իրավախորհրդատվություն տան իրազեկեն եւ ապա նաեւ ամբողջ գործընթացում իրավական աջակցություն տրամադրեն անձանց, որպեսզի հասկանան թե որ իրավունքն է խախտվել եւ որ մարմնին կարելի է դիմել։ Հետևաբար կարծում եմ, որ նրանց դերը շատ կարևոր է մեր հասարակության մեջ եւ այդ աշխատանքը, որը մինչ օրս արվել է, պետք է շարունակվի այնքան առնվազն, մինչեւ մարդիկ միգուցե ինչ-որ մի օր սկսեն իրենք էլ այդ ճանապարհով ինքնուրույն անցնել։ Իսկ որոշակի հասարակական կազմակերպություններ կարող եք մատնանշել, որոնց կարող են դիմել մեր համաքաղաքացիները։ Երևի թե զերծ կմնամ կոնկրետ ինչ-որ հասարակական կազմակերպություններ մատնանշելուց, բայց դրանք բաց են, հասանելի են, այսինքն քանի որ դրանք այսպես ասած պաշտոնական լիազորություններ իրականացնող սուբյեկտներ չեն, կոնկրետ ինչ-որ հասարակական կազմակերպություն նշելը միգուցե այդքան էլ այսպես ասած տեղին չլինի, բայց միևնույն ժամանակ բաց են ըստ էության իրենց գործունեությունը տեսնում են մարդիկ եւ իմ ուղղակի կոչը որպես այդպեսին կլինի դիմել այն սուբյեկտին, որին դու վստահում ես, որովհետեւ շատ հաճախ process-ի մեջ կարեւոր է վստահությունը եւ հետեւաբար մարդիկ պետք է իրենք ուսումնասիրեն գործունեությունը եւ իրենք էլ հենց այսպես ասած համաձայն եմ չկոնկրետացնելու համար պարզապես համաքաղաքացիներ կամ համերկրացիներ ունեն, որոնք պարզապես տեղյակ չեն եւ հեռավոր մարզերում են ապրում, սա տեղեկանալու համար էր հարցը լավ։ Այ հասարակական կազմակերպությունների կողքին կան նաև գրասենյակներ, իրավաբանական գրասենյակներ, որոնք եւս իրավախորհրդատվություն են մատուցում խնդրի կամ քննարկող առարկայի վերաբերյալ։ Օրինակ ձեր կազմակերպությունը նման իրազեկման արշավները անում է, կարող են օրինակ ձեզ դիմել, թե նման ծառայություններ այս մասով կամ միայն դատարան դիմելու հետ կապված խնդրում ներկայացրեք։ Ոչ, իրականում թե արտադատական գործընթացներ են իրականացնում, թե դատական, այսինքն ազատ են դիմելու տեսանկյունից, այստեղ գործընթացը նույնպես ըստ էության դիմելու շատ պարզ է, որովհետև իրավախորհրդատվությունից սկսած, այսինքն եթե նույնիսկ անձը կոնկրետ գործընթաց չի ցանկանում սկսել, բայց խնդիր ունի զուտ իրավախորհրդատվություն ստանալու, հասկանալու համար արդյոք անհրաժեշտ է գործընթացը շարունակել թե ոչ, մինչև դատարան դիմելու փուլին հասնելը մենք այո ամբողջական ծառայություններ ենք մատուցում, ինչ վերաբերում է իրազեկման արշավներին, ապա մեր սոցիալական հարթակների էջերով պարբերաբար նաև նյութեր են տեղադրվում, թե քաղաքացիները ինչից պետք է զգուշանան, ինչ դեպքերում ինչ գործողություններ պետք է անեն, այսինքն սա ըստ էության նաև մեր սոցիալական պատասխանատվության են բաղադրիչն է, որը գոնե այդ եղանակով փորձում ենք տարածել։ Շատ բարի, եկեք նաև անդրադառնանք, շատ լավ է, որ նման գործունեություն է ծավալվում եւ կարող են ցանկացած սպառող ձեր կազմակերպության գործընկերության սոցիալական էջը բացել եւ ծանոթանալ եւ ինչու՞ չէ հարցերի դեպքում դիմել ձեզ եւ եկեք նաեւ MIP-ի միջոցով հասկանանք բոլոր իրավունքների խախտման դեպքում սպառողի կարող են դիմել MIP եւ տեղեկություն ստանալ եւ որքանով կարող է MIP-ը իր գործառույթների շրջանակներում աջակցել սպառողին, ինչեւ որտեղ sense եթե մի քիչ ավելի կենցաղային ասենք։ Իհարկե։ Տեսեք, MIP-ը իր գործունեությամբ տարբերվում է
մնացած կառույցներից եւ ինչու, որովհետեւ այստեղ եթե մի բնախ իր այսպես ասած լիազորությունների շրջանակներում ինքնուրույն էլ կարող է համապատասխան գործընթացը սկսել, կարող է նաեւ անձի դիմումի հիման վրա դա անել։ Բայց անձի դիմումը որ պարագայում կքննվի, եթե մյուս տեսչություններ գերատեսչական մարմիններ մենք կարող ենք դիմել օրինակ այն պարագայում, երբ ունենք կոնկրետ տնտեսվարողի հետ խնդիր, այսինքն սպառող տնտեսվարող հարաբերությունների մասին է խոսքը, ապա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը որպես այդպիսին ոչ թե այս հարաբերությունների շրջանակում առաջացած խնդիրներն է քննության առարկա դարձնում, այլ ֆիզիկական անձ եւ պետական մարմիններ, պաշտոնատար անձինք կամ իրենց կողմից պատվիրակված կազմակերպություններ։ Այսինքն այստեղ արդեն տեղափոխվում ենք այլ դաշտ եւ եթե այս հարաբերությունների շրջանակներում տեսնում ենք, որ արդեն պետական մարմինների կողմից կայացված որոշումները օրինակ, հա, մարդը մտածում է, որ իր իրավունքներից խախտման է բախվել դրա արդյունքում, կարող է արդեն դիմել մարդու իրավունքների պաշտպանին, որը արդեն այս ոլորտով վերջինիս կարող է աջակցություն տրամադրել։ Եվ նաև մի տարեկան իր զեկույցներում շատ անդրադառնում է այսպես ուշադրության կենտրոնում պահելով եւ դա եւ իրազեկման արշավներում է շատ կարևոր գործառույթներ իրականացնում, որովհետեւ պարբերաբար զեկույցներից զատ նաև ուղեցույցներ են հրապարակվում, որոնցում ընդհանուր սպառողների պաշտպանության հետ կապված ուղեցույց կա, որում արդեն մանրամասն անդրադարձ է կատարվում։ Միանշանակ դրանք առկա են եւ մի տեսանկյունից որ նայում ես մեր համակարգացիները, այսպես բոլոր հնարավորությունները ունեն իրավագիտակից լինելու, իրավագիտակցության բարձր մակարդակ ունենալու, բայց կարծես թե այստեղ նաև միայն խնդիրը իրավագիտակցության մակարդակը չէ, այլ դրանց իրացման այսպես հարցության դրա են խնդիրները, որովհետև բախվում են մի շարք այսպես դռների եւ պետք է շատ հետեւողական եւ ժամանակատար գործընթացներ սկսել, որպեսզի ունենալ արդյունքներ։ Դուք նշեցիք ձեր խոսքում եւ օրինականաբար օրենսդրությամբ նախատեսվում է վնասների փոխհատուցման իրավունքը։ Ինչ է ենթադրում սա։ Արդյոք կարող է միայն նյութական վնասի հատուցում ակնկալել սպառողը, բարոյական վնասի հատուցում կարող է բնականաբար քաղաքացիական օրենսդրությամբ, կարծես թե սպառողը կարող է օգտվել, հա, այդ վնասի հատուցման ամբողջ հնարավորությունից, ամբողջ այդ արսենալից, եթե ասենց կարող ենք ասել, բայց ինչքանով է պրակտիկան, որովհետև տեսեք, օրինակ ես շատ կուզենայի մեր համակարգացիները մի այսպես application ունենային, որտեղ որ իրենց խախտումը նշեին եւ առաջին այսպես տեղեկատվություն ստանային, խախտում է, թե խախտում չէ, մեխանիկորեն, առանց ոչ մեկին դիմի շատ լավ application կլիներ, բոլոր սամ կարելի է իրականացնել եւ ստանալուց հետո արդեն պարզապես դիմեին, որպեսզի այդ իրավաբան փնտրել, իրավաբանից խորհրդատվություն հարցնել, ապացույցների հարցը մտածել, արդյոք գնել են, հետո գնացել են, տանն են վնաս, չգիտեմ, բազմաթիվ ենթահարցեր, որոնց կենցաղային հիմա չեմ անդրադառնում, բայց այդ application-ը հնարավորություն կտար, որպեսզի մարդը տեղում տեղեկանար եւ շատ նաեւ երկրորդ այդ հնարավորությունը ունենալ application-ը միանգամից դիմումներ ներկայացնելու ինչ որ մարմինների շրջանակին, շատ այսպես հեշտացված, եթե ինչ որ մի ՀԿ իրականացնի կամ կազմակերպություն բավականին լավ օգնություն կլինի մեր համակարգացիներին։ Եվ այս դեպքում լավ գնացին տեսչական մարմիններ, արտադատական, դատարան, չգիտեմ, ամբողջ այս միջոցները գործիքակազմը օգտագործվեց, եկավ վնասի հատուցման պահը։ Ինչ կստանա ի վերջո մարդիկ կան, որոնց առողջությունը լուրջ տուժում է։ Մարդիկ կան, որոնց առողջությունը ոչ միայն տուժում է, այլ հետո շարունակաբար իրենց նյարդերն են բուժում, որովհետև անընդհատ բախվում են տարբեր խնդիրների այս կամ այն, չգիտեմ, ծառայությունները ստանալիս, որը պետք է լինի այս մոտեցումների հիմքը եւ վնասի հատուցումը մինչեւ ինչ կարող է նախատեսել, որտեղ շատերը վստահ եմ, թե ֆիլմերից, թե պարզապես այսպես ամենօրյա իրենց այցերից արտասահմանյան տեսնում են, թե ինչքանով են սպառողների իրավունքները պաշտպանված եւ մանրուքի համար կարող են դիմել ընդհանուր դատարան եւ ստանալ բավականին մեծ փոխհատուցում։ Այո, իրականում արտասահմանում այս ոլորտը շատ մեծ տարածվածություն ունի եւ այն հիմնական, այսպես ասած, խոցելի ոլորտներից է, որտեղ շատ մեծ ուշադրություն է դարձում հենց հասարակության անդամների իրավունքների պաշտպանությանը, բայց եթե սկսեմ, այսպես ասած, այն application-ի գաղափարից, որը հա ներկայացվեց, այստեղ իրականում իրավաբանների դերը այնքանով է մեծ, որ օրենսդրությունը ինքը կենթանի օրգանիզմ է, ապրող օրգանիզմ է եւ անդադ փոփոխությունների է ենթարկվում։ Սա առաջին բաղադրիչն է, որը այո, եւ երկրորդ բաղադրիչը այն է, որ մարդիկ իրականում հաճախ չեն գնահատում ճիշտ, թե ինչ է տեղի ունեցել։
Այսինքն իրավաբանի դերը նաև կարևոր է փաստական հանգամանքները ճիշտ վերհանելու համատեքստում։ Ինչ վերաբերում է արդեն երկրորդ բաղադրիչին հարցի, վնասների հատուցման հետ կապված, այստեղ խոսք է գնում ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային վնասների հատուցման մասին, այսինքն նույն առողջությանը պատճառված վնասը բնականաբար ենթակա է նաև հատուցման, եթե մի քանի կոմպոնենտ է, այսպես ասված, պահվում, այսինքն որ դեպքերում է այս վնասը ենթակա հատուցման։ Սա երկու բլոկի կարող ենք բաժանել՝ վնասների հատուցման ընդհանուր ինստիտուտի եւ արդեն առանձնահատկություններ, որոնք սպառողների հետ կապված են։ Եթե խոսք գնում է առաջին կոմպոնենտի մասին, այստեղ մենք պետք է ունենանք վնասի փաստը հաստատելու հնարավորություն, որը ենթադրում է այն պատճառահետևանքային կապը, որը առկա է կոնկրետ արարքի եւ բնականաբար դրա հետևանքների միջև։ Եվ արդեն գալով կոնկրետ առանձնահատուկ դաշտ, սպառողների իրավունքների պաշտպանության դաշտ, այստեղ արդեն խոսք է գնում, որ արտադրանքի կոնկրետ կամ ծառայության կամ աշխատանքի արդյունքում վնաս պատճառված լինի մարդու գույքին կամ առողջությանը եւ համապատասխանաբար գույքին է այդ վնասը պատճառվել թե առողջությանը, ներկայացվում է համապատասխան պահանջը վնասի հատուցման։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ եթե կան նշված համապատասխան պիտաներիության ժամկետներ, ապա վնասը հատուցման ենթակա է այն պարագայում, եթե անձը օգտագործել է տվյալ արտադրանքը կամ օգտվել է տվյալ ծառայությունից համապատասխան ժամկետների մեջ։ Այլ հարց է, եթե խոսում ենք նրա մասին, որ այդ ժամկետները խախտումով նշված չեն եղել։ Եվ եթե այդ ժամկետները նշված չեն եղել կամ կոնկրետ ծառայություն մատուցողը չի ասել, թե ինչ ժամկետներում կարելի է, այդ օգտագործումը իրականացնել, այս դեպքում արդեն իրավունքների պաշտպանության համար կոնկրետ ժամկետներ չունենք, եւ անձը ըստ էության կարող է դիմել դատարան կամ այլ պաշտպանության միջոցներին անժամկետ, որովհետեւ արդեն հնարավոր չէ որոշել այն ժամկետը, որի ընթացքում նա կարող էր օրինակ այդ արտադրանքը օգտագործել։ Եվ թե ով է ենթակա լինելու պատասխանատվության, եթե խոսում ենք արտադրանքի մասին, այստեղ անձի ընտրությանն է թողնված, կոնկրետ արտադրանքը շրջանառության մեջ դնողի մասին է խոսք գնում, թե հենց բուն արտադրողի։ Իսկ եթե արդեն ծառայությունների մատուցում եւ աշխատանք, ապա այս պարագայում արդեն բուն կատարողն է ենթակա պատասխանատվության նման խախտման համար։ Սա էլ այն պատշաճ կողմը, որի դեմ պետք է ներկայացվի համապատասխան փողոք։ Վերջնարդյունքում ըստ էության լավագույն լուծման դեպքում ինչ է ունենալու քաղաքացին, ունենալու է բնականաբար վնասի գնահատում եւ վնասի գնահատման արդյունքում համապատասխան վնասի փոխհատուցում։ Շատ բարի, ես շնորհակալություն եմ հայտնում մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, այս կարևոր զրույցի համար եւ կոչանում մեր սպառողներին հետեւողական լինել իրենց իրավունքների իրացման եւ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ այդ գործիքակազմը, պաշտպանության գործիքակազմը օգտագործելու առումով եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ կարևոր այս զրույցի համար եւ հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր մենք խոսում ենք սպառողների իրավունքների պաշտպանության մասին։ Մեր հյուրն էր ILL գործընկերության ավագ իրավաբան փաստաբան Գոհար Ավագյանը, ձեզ հետ էր Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։